Գարունն, ինչպես ասում են, աշխատելու ժամանակաշրջանն է, փորձարկված է նաև գարնան 1 օրը տարի է կերակրում ճշմարտությունը, այս օրերին արդեն մոլախոտերի դեմ պայքարն է մեկնարկել, սակայն Արամ Մխոյանի կարծիքով որոշ հողագործների մոտ ավելորոշ տապողականություն է նկատվում։ Մոլախոտերի դեմ պայքարը հերբիցիդների կիրառումը պետք է կատարեն այն ժամանակ, երբ որ նկատվում է մոլախոտը, որովհետև մեր ունեցած հերբիցիդները եւ ընդհանրապես ածածգի մշակաբույսերի մեջ դեմ դաշտերում կիրառվող հերբիցիդները ունեն կոնտակտային եւ ներբուսային ազդեցություն, այսինքն նրանք պետք է ազդեն այն մոլախոտի վրա, որ արդեն աճել է։ Մոլախոտերի դեմ պայքարի հետաքրքիր զարգացումներ են նկատվում հողագործների մոտ, ոչ միայն երկշաքելավորների, այլև հացազգի մոլախոտերի դեմ պայքարն է թափ ստանում։ Բոլոր աշնանացանի ցանքերում խրփուկ կոչվող, բռութող կոչվող մոլախոտը, որը որ շատ մեծ վնաս է հասցնում հացազգի հացատիկի բերքին, եւ շատ ուրախությամբ պետք է նշեմ, որ այս տարի մեծ մասը օգտագործում են համապատասխան պրեպարատը, Puma Super կոչվող պրեպարատը, որ հենց հացազգի հացատիկի ցանքերում հացազգի մոլախոտերի դեմ պայքարի միջոց է։ Պետք է ուշադրություն դարձնել, արդյոք մոլախոտերն ունեն 5 սանտիմետրից ավելի բարձրություն, հակառակ դեպքում սրսկումները արդյունք չեն տա։ Ցորենի դաշտերում նաև անցանկալի տեղաշարժ կա, վնասատուներ են հայտնվել։ Գյուղատնտեսն առաջարկում է համակցել վնասատուների եւ մոլախոտերի դեմ պայքարը։ Համապատասխան միջոցներն առկա են գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի պահեստում։ Բարձր բերքատվության հարցում չեն խանգարի նաև տերևային սնուցումները։ Դրանցից հիմնադրամն առաջարկում է տարբեր տեսակներ, տարբեր մշակաբույսերի եւ վեգետացիայի համար։ Կարելի է հենց համատեղել եւ հերբիցիդի եւ միջատասպանների հետ նաեւ միկրոպարարտանյութերը։ Իմիջիալոց ասեմ, միկրոպարարտանյութերը նաեւ շատ կարեւոր է օգտագործել, քանի որ բացի այն, որ նրանք կարողանում են տալ դրական ազդեցություն բույսին սնուցելով, արագ սնուցելով համապատասխան միկրո եւ մակրո տարրերով, նաեւ նա շատ դրական ազդեցություն է թողնում միջատասպանները եւ հերբիցիդները օգտագործելու դեպքում արագ կարողանում է բույսին ստրեսից հանել։ Ցանկալի արդյունք ստանալու համար պակաս կարևոր չէ ժամկետների պահպանումը։ Եգիպտացորեն ցանելու լավագույն ժամանակաշրջանը մարտի վերջից մինչև ապրիլի սկիզբն է։ Այս տարի հողագործներին առաջարկվում է պիոներ տեսակի 3 հիբրիդ, Ցեֆրան տեսակի ունիվերսալ սորտը։ Նաև երաշտադիմասկուն եւ առատ բերքապահովող սորգո կերաբույսն է առաջարկվում։ Մեր պայմաններում հեկտարից 5-ից 6 տոննա բերք է ստացվում։ Առաջարկվող գարանացան մշակաբույսերի ողջ ամբողջական ցանկն է սա։ Եվ արևածաղկի սոյայի եւ նոր մշակաբույս ամարանտ ենք ունենալու, որը որ շատ լավ կերային մշակաբույս է, հեկտարից մինչև 150-ից 200 տոննա կանաչ մասսա է տալիս։ Անկախ մշակաբույսին տրվող նախապատվությունից կարևորը աշխատանքները ժամանակին եւ գրագետ կատարելն է։ Գյուղատնտեսական տարվա ամենաեռուն ժամանակաշրջանում այս խորհուրդը տրվում է արդեն գոհունակությամբ։ Կարծես հողագործները սկսել են հետևել մասնագետների հորդորներին։ Սամվել Բալայան, Մերժան Հայրապետյան, օր։